կանգառ եղավ, հանդիպել եք, ցանկություն եք հանդիպելու թե ոչ։ Լսել ենք Արագածում, շատ լավ խոսեց, մենք էլ կողմնակից ենք իրան։ Ընդհանուր հավաքաբարանում, վերևի գյուղ Արագ Արագ։ Գնացիք դուք։ Ճիշտ ասած չէ, գնացիք մեքենայով չէինք, բայց նորմալ ամեն ինչ ժողովուրդը սաղել մեծամասնությունը վարչապետի կողմն ասեմ իմանալ։ Մարդիկ վստահում են արել գյուղի համար, դպրոցասարք են, մանկապարտեզ, ասֆալտապատում են վերևնա։ Մինչև իջնում ենք այս տիծս ցեղիներ, հիմա մաքուր, նորմալ, մանկապարտեզով, դպրոցով, սաղ ամեն ինչ։ Շատ լավ, դուք թվարկում եք այն ինչ արել է Փաշինյանը, դպրոց արկել, ասֆալտը ոչինչ, այդքան էլ լավ չեք լավ։ Թե որ եկան, չէ, այն ասֆալտի մասին է խոսքը։ շատ լավ, բայց գյուղի փողոցը կենտրոնական է տարիք սա։ Ահա, նրան դիմախոսները օրինակ ասում են, բայց նա 3 պատերազմ է բերել, Արցախ է հանձնել։ Պատերազմը աղջիկ ջան, նախեդի ասելով չէ, իմ տարիքը այնքան է երիկում, որ ես հիշում եմ պատերազմը ով տանուլ տվեց։ Պատերազմող երկիրը, հաղթող երկիրը 13 թվից սկսեց զենք առնել, զենք բանարեց, իրաց պետության ղեկավար, մեր պետության ղեկավարներն ու համապատասխան մարդիկ սկսեցին թալանել, տնել, վիլանել, ես ամեն ինչ հիշում եմ։ Ով առավ չկրակեց։ Այն ժամանակվա ղեկավարն վերել, որը պարզվեց այդ միայն սելֆի համար էր ասում։ Սկզբի 15 րոպե մեր այդ եղած հոպի սա 80%-ը վերացրեց Ադրբեջանը, որովհետև գիտեի հիբրիդային պատերազմով չխոսեմ էլի։ Արցախի կորուստի վերաբերյալ, հա, նա այսպես տվեց, հանձնեց Արցախը, նրա չի տվել, Արցախը արդեն անձնված էր։ Ուղղակի համապատասխանեց այնպես, համապատասխան։ Եթե Սերժ Սարգսյանը եւ Քոչարյան իմանային Արցախը պահեին, նրանք երբեք իշխանություն իրանց ձեռը չէին տա։ Հազարավոր զոհեր կտային մարդկանց կսպանեն, բայց իշխանությունը չէին հեռանա նրան։ Նրանք գիտեին։ Հիշում եք Սերժ Սարգսյանը մի օր 17 թվին էր, երբ ասեց Ժորժ ջան, այլ բանակցությունները հնարավոր չէ, պատերազմը։ Դրա համար էլ հրաժարվավ շատ կոպիտ ասած գցին էս քիչտեղ ու ջեբը։ Այս մարդը եկավ ճիշտ է։ Սկզբից իրան քիչ էին սիրում ժողովուրդ, բայց արդեն ժողովուրդը սկսեց սիրել, որովհետև կշտացել ենք այն նախկիներից երեխեք ջան, կշտացել ենք։ 18 թվին ձեր դիտարկմանը ավելի քիչ էին, մարդիկը Թուրքաստանի կադիմ, հա։ Բոլորս բաց գիտենք, 18-ից նոր սկսեցինք ավելի շատ արգել սիրել Սերժին։ Ներողություն, Նիկոլին։ Որտե բոլորս էլ ինչև է սովորական որպես ասենք Հանրապետության կուսակցության նախագահի հիշում եք դաշինք էին, չէ, դից էլ արգում ենք, բայց վերջնական ասենք ժողովրդի արգանք ինքը սկսեց վայր 18-ից հետո։ Շատ ենք վստահում նրան, տեսնենք ինչպես կա։ Եթե այսպես չեն կարող հստակ ասել, հա, որ ուշադրացնի, որ չէ, եթե Փաշինյանը հեռանա իշխանությունից ընտրության արդյունքներով ժողովուրդը որոշի, որ պետք է այլ ուժ, դիմադիր ուժ գա իշխանության, դուք ինչպես եք պատկերացնում Հայաստանի ապագան, ինչպես եք տեսնում Ապագան իմի է։ Հայաստանի ապագան ես մենակ իմ կարծիքն եմ ասում, ընդհանուր ժողովրդի կարծիքը չէ, եթե քաղաքացիական պայմանագիրը չանցավ, ուրիշներ անցան, այսինքն ռուսամետ ուժեր անցան։ Շատ հնարավոր է շատ երիտասարդներ Ուկրաինայի պատերազմ եկնեն, հասկացեք խոսքիս իմաստը։ Շատ դժվար ժամ է, կդառնանք մի հատ ծայրահեղ գավառ Ռուսաստանի, այն նախկին թալանչիներն, որ հիմա գեներալը որ փախնում է երկրից, այդ ինչ է նշանակում, որ դավաճանում էր պետությունը, դու լավ գիտեք ովքեր են փախել գեներալները, իրանց ազգի, ռուս ազգի գեներալին բերել էին նշանակել էին մեր պաշտպանության նախարարին, ինչ գործուներ նայեցնել, որ հիմա փախնում են, արդարադատությունից փախնում են, նրանց պետության ղեկավարն էլ չի տալիս, պահանջում են, չեն տալիս մեր Փաշինյանը հիմա ես հարցը բոլորն եմ հողում, դուք քարտեզ է բաժանում, շատ քաղաքացիներ տեսնենք, այդ քարտեզը այդ տարածքով չեն ուզում, չեն վերցնում։ Դուք ընդունում եք այդ քարտեզը, ձեզ տվել է։ Որ չվերցեցին կինը, ես նայեցի, ուղղակի ասեց, ես քեզ եմ ուզում, այդպես մի բան նայեցի, չեն կինը ինքը բան։ Շատ լավ, ձեզ տվել է քարտեզ, վերցրել եք, ընդունում եք Հայաստանը այդ տարածքով դուք։ Ես ընդունում եմ, գիտեք ինչի համար։ Մեզ այն վախտանից ես 59 տարեկան։ Արցախը մերը չէր հայրիկ ջան։ Սովետական կրթությունը ասում էր նախքին մեր երկերով ասում էր մուշ, վան, այդ այն մարդ չունենք էդի։
Ինչ ունենք էսի պաշտպանը։ Արցախ ունենք։ Արցախը չունենք մենք։ Արցախը մենք չենք ունեցել, ասեմ։ Մերը չի Արցախը Մերը եղել։ չի։ Բա ոնց են Տվել են 17 թվին հազարավոր Աթաթուրքերը տվել են։ Ռուսները տվել են Աթաթուրքին, ռուսները մենք չենք որոշել։ Բա ոնց են այնտեղ մարդիկ հազարավոր ապրել։ Մեր հայրենակիցներն է, չէ՞, ապրել են, բայց իրաց դրոշի ներքո են ապրել։ Ցավը դա մեր հայրենակիցներն են ապրել, բան չունեմ ասել, բայց դա մենք չենք տվել։ 17 թվին Նախիջևան եկշում եք այդ բանը Լենին Աթաթուրք բանից սա բաժանից։ Տեսեք, ընդդիմադիրներ կան, որ ասում են Արցախի էջը մեզ համար փակված չի, ասում են այս իշխանությունները հեռանա գալու է ժամանակ, որ ետ են գնալու Դա լավ է որ Ընդդիմադիր կուսակցության։ Դա լավ է որ փակված չի։ Մեր համար էլ փակված չի։ Իրանց երեխեք այստեղ։ Մենք չենք աղջիկ ջանը զորանը։ Մոխել էին գնացել։ Սկզբից մենք պետք է զորանան ցավը տանեն։ Օրինակ ղեկավարներից պաշտոնյաներ եւս չեն մասնակցել, բայց Նիկոլի տղեն գնաց ամենաթեժկեդում էլ մեր տղեկի հետ կրվել է։ Հա, Ասա պատասխան։ ոչ եղել, զրուցում եմ մարդկանց հետ, շենավանցիների հետ, Արեշանը սիրուն ջան, Արեշանը։ պարզապես զրուցում եմ, ես դուք եք ուզում խոսել։ Նույնը, այն։ Հա, շատ լավ, Արցախի մասին է ձեզ հարցում, Արցախ վերադարձի։ Արցախցիները, ովքեր այնտեղ ապրել են, տուն տեղ են դրել, ասում են մեզ համար փակված չէ, մենք մեր տունն ենք ուզում, հողն ենք ուզում։ Հիմա էլ իրան կարող են գնալ, բայց ով կտա, Ադրբեջանի դրոշի մի ներքո րոպե, պետք է ապրեն։ Պապան չի տալիս։ Պապան, ում պապան։ Մեր նախկին պապան Ռուսաստանը չի տալիս։ Ռուս խաղապանտ է կայնած։ Արցախցիներից ռուսամետ ժողովուրդ մոլորակի գոյություն չունի, գծեց, տվեց ադրբեջանցուց։ Արցախն Փաշինյանն է ստորագրել։ Ինչն է ստորագրել։ Մինչև Փաշինյանի ստորագրել է, Պուտինը խոսում է, լսում է, ասում է, ինչա դու ասում է, անում պապենական է եղել Ադրբեջանի կազմում, ռուսական գուբերնիա, Հայաստանի մեջ չի եղել Ղարաբաղը։ Շատ լավ, Հարիկյան, հիմա Ճիշտ է, Արցախի մեր հայերն են, մեր հողն է, մեր ջուրն է, Նախիջևանն է մերը, Արևմտյան Հայաստանը մերն է, բայց ով է տալիս։ Տալիս է այն մարդը, որ իր երեխեն պատերազմի դաշտում կռվում էր 100-200 դոլարի մար, ցելասը խփում էին երեխեքին, զոհում էին։ Դուք ել եք ասում Փաշինյանի պես, որ Արցախը մերը չի եղել։ Չէ, մերն է, հայ ապրել, պապենական հայեր են ապրել։ Մերը չի եղել, են Այդ առաջի։ պայել են կռվա խնձոր, պայել են Ադրբեջանին ու Հայաստանի կռվացնելու, իրաց քաշելու։ Դուք համաձայն չեք Փաշինյանին ասացել, որ Արցախը մերը չի եղել։ Չէ, մերն է եղել։ Մերն է եղել, ով ասա մերը։ Նախիջևանը մերը չի եղել։ Ցավը տանեմ, ապրել են մեր հայերը, ապրել են, Հիմա տարի ապրել։ մերը չի եղել։ Բայց մերը չի եղել։ Չենք ունեցել։ Ճիշտ է, հայերը ապրել են դարերով ընտեղ։ Բայց պատակվել են ռուսին, ադրբեջանցուն։ Արցախցիները ադրբեջանցիներին հրապատակվել են։ Հա, Ինչպես։ բա ում կազմում են ապրում։ Չճանաչված տարածք էր Ադրբեջանի։ Ոչ ճանաչված էր ու Հայաստանն էլ չէ։ Պահում էին։ Ճիշտ է, մեր ազգը ապրել է, բայց մերը չի եղել։ Մեր այնտեղ ապրում էին։ Տանասուկով չի Մեծ եղել։ փողեր էին տալիս։ Մեր երեխեքը ծառայության ժամանակ մի հատ խնձոր փոկելուց տալիս էին ռազմական ոստիկանությունները նախադասությունները ես ասեմ։ Հա դուք էլ ասեք Հայրիկ ջան։ Ուրեմն այդ քո արշի պատասխանը ես այսպես ձևակերպեմ։ Ոչ մի հող աշխարհում առանց պատերազմի հետ չի գա։ Արցախը մերն է եղել։ Բայց հիմա ընդդիմադիր ուժերը որ կայնում են ասում են, հետ ենք բերելու։ Նորից 5000 հոգի մատղաշ երեխեք էլի երաբլուկ դիսարկենք, որ հողը հետ բերենք։ Առանց զենքի, առանց պատերազմի հողը հետ չի գա, դա բացառված աղջիկ ջան։ Շատ լավ, բայց եւ Արցախը տվեց Փաշինյանը եւ 5000 երեխա զոհվեցին։ Բալես Փաշինյանը չի տվել։ Ով է տվել լավ։ Փաշինյանը չի տվել։ Այն դղյակները որ սարքն են, մինչև երեք Պագուստի Սևանի ապերում քանդում են։ Այդ փողերը իրանք կողեցին դղյակների տակ, ադրբեջանցի զինվա։ Աղջիկ ջան, մենք հայ ազգ ենք, եկեք ճիշտը գրեք, ճիշտը գրանցեք, ճիշտը ասեք, ես խնդրում եմ ձեզ, ճիշտը գրեք, այսինքն, Արցախյան 44 օրվա պատերազմի ժամանակ ամբողջ հասարակությունը կանչեն կայնեն խոսեն, մարդիկ Արցախից փախնում էին գիշեր, կուջուրվում էին շենավանջուղում, առավոտ փախչում էին ոչխարները, ոչ մեկ համոզում նորոն չտեսնի, բայց որ չէին կրվում, ով է ցար կրվել։ Ճայելները, հաննասները, ռադները։ Իմ հարևանը հետ իմ անձամբ հարևանը Գերմանիայի Հանրապետությունում է ապրում։ 15 տարի տուն ազատ է։ Գիշեր 6 MVD-ի աշխատող գալի տապում գիշեր քնում ցերեկ բանը, գիշեր քնում էին ոչխարի հետ փախնում էին որ դուղացիկը չտեսնեն։